ՆԱՏՕ-ն Եռուզեռի մեջ է։ Վերջին օրերն է ձգում այս շենքում, որտեղ 50 տարի մնաց։ Տարածքում հայտնի խորհրդանիշ աստղն էլ չկա։ Տեղափոխել են փողոցից այն կողմ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի նոր շենք, որը 8 տարի է կառուցում են։ ՆԱՏՕ-ի 13-րդ գլխավոր քարտուղարն այնքան է ոգևորված նոր շենքով, որ Twitter-ում էլ է այդ մասին գրում։ Չեմ համբերում, երբ ենք տեղափոխվելու։ Տեղափոխվելու են մայիսին, գագաթնաժողովի օրը։ Այնպես որ սա այս շենքում Սերժ Սարգսյանի հետ վերջին ձեռքսեղմումն է։ Հին շենքում նոր ծրագրերի մասին պայմանավորվեցին։ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագիր է իրագործվել։ Հայտարարվում է 5-րդի մասին։ Եռամյա ծրագիրը հաստատման փուլում է։ Հատուկ ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի գործունեության մոտալուրդ մեկնարկի կարևորությունը։ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել ձեզ հետ համագործակցել, դա համապատասխանում է եւ Դաշինքի եւ Հայաստանի շահերին։ Յենս Ստոլտենբերգը 2 րոպեում մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց գործընկեր Հայաստանին խաղաղապահ առաքելությունների համար։ Այստեղ Հայաստանն անվանում են ակտիվ գործընկեր։ Դուք ձեր նպաստն եք բերում կայունության գործում, ահաբեկչության դեմ պայքարում։ Շնորհակալություն, որ օգնում եք Եվրատլանտյան տարածքն ավելի անվտանգ դարձնել։ Հպարտեմ նաև, որ մեր զինվորականները այս առաքելություններում գնահատվում են որպես պատրաստված, կարգապահ եւ պատասխանատու մասնակիցներ։ Շփման գծում տիրող վիճակով ՆԱՏՕ-ում մտահոգված են։ Ռազմաքաղաքական կառույցի ղեկավարը պնդում է, էսկալացիայից պետք է խուսափել, ռազմական լուծում չկա։ Կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցային սեղանին, աշխատել խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն լիովին ԵԱՀԿ Մինսկի խմբին է սատարում։ Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը ծանր հրետանու եւ զինտեխնիկայի կիրառմամբ փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն ակտիվ է եւ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ, աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Հայաստան-ՆԱՏՕ ընդգրկուն օրակարգի մասին խոսելիս նախագահ Սարգսյանը շեշտում է, սա ուսանելի օրինակ է։ Հնարավոր է արդյունավետ համագործակցել ՀԱՊԿ-ի հետ եւ լինել ՆԱՏՕ-ի գործընկերը։ Ինչպես ցույց է տալիս ժամանակը եւ պրակտիկան ամբողջովին համատեղելի են։ Անշուշտ տարբեր նպատակներ են հետապնդում եւ ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն, բայց նորից եմ կրկնում, որ մեր պրակտիկան խոսում է այն մասին, որ հնարավոր է, որպեսզի երկիրը իր ազգային անվտանգությունը ապահովելու համար համագործակցության եզրեր գտնի տարբեր ձևաչափերում։ Սերժ Սարգսյանը բացեց փակագծերն ու պատմեց, թե ինչ են խոսել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Եվրասիականի մասին։ Եվրամիության հետ, երբ որ բանակցություններ էինք վարում, երբ որ խոսքը գնում էր Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության մասին եւ Եվրամիությունում որոշակի մտահոգություն էին հայտնում այս առիթով, մենք բերում ենք ՆԱՏՕ-ի օրինակ, ասելով, որ լինելով ուրեմն ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, մենք 25 տարի է համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ։ Գործընկեր Դաշինքի գլխավոր քարտուղարին Սերժ Սարգսյանը Երևան է հրավիրում, այնպես որ չի բացառվում Հայաստանում շարունակեն քննարկումներն ու նախանշեն հետագա քայլերը։ Շաքե Ղազարյան, ժամը լրատվական, Բրյուսել, Բելգիա։